խցանումների վերաբերյալ հարցի այդ ճգնաժամային կառավարման հանձնաժողովը այո ստեղծվել է եւ մենք ունեցել ենք մեր առաջին նիստը դեռևս նախորդ շաբաթ։ Իրականում այդտեղ շատ կարեւոր է հասկանալ, որ խցանումները իրենք տնտեսական որոշակի ակտիվության հետևանք են։ Դա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում եւ որոշակի, այսպես ասած, հնարավորությունները ավելանում են։ Սա հստակ արձանագրում է, որովհետեւ միայն Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում վերջին 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել։ Եվ այդ բոլոր ավտոմեքենաները միանգամից դառնում են, ել չասեմ, դա միայն Երևանում, հարակից մարզերի ավտոմեքենաների քանակը ել չասած, այսինքն իրենք նույնպես վստահաբար Երևանի փողոցներով երթևեկում են։ Եվ հիմնական ճանապարհը, որով որ կարող է գնալ ճգնաժամային մեր այս հանձնաժողովը, կարճաժամկետ լուծումների մասով, կրկին անգամ կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների ավելացման վրա, իսկ ավտոբուսային գծերի ավելացման վրա, որոշակի սահմանափակումներ անձնական ավտոմեքենաների մասով, որովհետև կրկին աշխարհը ուրիշ դեռևս մեխանիզմ չի մտածել, քան հնարավորություններ տալ հանրային տրանսպորտին եւ սահմանափակել անհատական ավտոմեքենաների երթևեկությունը եւ իհարկե նաեւ տեխնոլոգիական լուծումների մասով որոշակի հանձնարարականներ ենք ֆիքսել նախորդ հանձնաժողովի նիստին, որով որ անկյունակարային մեր խաչմերուկներում մենք պետք է հնարավորություն ունենանք տեխնոլոգիական նոր լուծումներով լուսացույցեր ունենալու, որոնք որ նաեւ հաշվի կառնեն հոսքերը տարբեր ժամերի եւ այդ ինքնակարգավորվող իրենց ռեժիմները կփոխեն քաղաքում տարբեր ժամերին տարբեր հոսքերի համար։ Սա է հիմնական տրամաբանությունը, սրան ի շարունակություն գալիս է Երևանի թիմ օրենքը, որը էական փոփոխություններ է առաջարկում սխալ տեղերում կանված ավտոմեքենաների համար եւ այստեղ մենք ունենք սկզբունքային համաձայնություն ներքին գործերի նախարարության հետ, որ կարելի է պատվիրակել ընկերությանը, որը որ ընկերությունների, որոնք որ քարշակներով կհանեն այդ ավտոմեքենաները, որովհետեւ իրենք էականորեն մեծ խցանումներ առաջացնող խոչընդոտ են, եւ երթիմ օրենքը հենց հիմա կոմիտեի նիստում քննարկվում է, ես հենց սրանից հետո միանգամից գնում եմ շարունակեմ կոմիտեի նիստին մասնակցել եւ ես ուրախ կլինեմ նաեւ այստեղ շարունակությունը քննարկել։ Ինչ վերաբերում է մատչելիությանը, Տիկին Մաթոյան, դուք հանրային տրանսպորտը նշեցիք, ես ուզում եմ ավելացնել, որ Երևանի քաղաքապետարանը որոշակի բյուջե է հատկացնում տաքսի ծառայության համար եւ նախորդ քննարկմանը դուք ներկա եք եղել, այդտեղ մենք որոշակի սուբսիդավորմամբ կարծում եմ կկայացնենք այդ տաքսի ծառայության հնարավորությունը։ Ինչ վերաբերում է նոր կառուցվող մուտքերին, շենքերին, որևէ բան, որը նոր թույլտվություն է ստանում, դրանք բոլորը պարտադիր ամենախիստ նորմերով պետք պահպանում են մատչելիության կանոնները եւ արդեն իսկ եղած շենքերում, մուտքերում կարգավորումների հետ կապված, ես կարծում եմ մեր երթիմ նոր օրենսդրության շրջանակում կրկին կարող ենք քննարկել եւ այդտեղ վստահորեն լուծումներ կան։ Ընտրեմ